մենք մոտենում ենք կեղծիքի ստի գագաթնակետին, ընտրություններին, եւ մեզ հասկանալի է, որ երկու ուժերը, որոնք կիսել են, բաշխել են եւ մենաշնորհել են քաղաքական դաշտը, թույլ չեն տալիս այդ երրորդ ուժին մտնել դաշտ, եւ դա իրենց միավորում է, որովհետեւ այսպես կոչված նախկիններն ու ներկաները Էջմիածնում վաղ շաբաթում ցույց տվեցին, որ փաստորեն դա ռեպետիցիա էր 26 թվականի եւ միաժամանակ դա կրկնություն էր 21 թվականի։ Կներեք, ձեզով խանգարեց պարոն Խզմայրյան, որ մասնակցեիք վաղաշաբաթի ընտրություններին եւ հաղթեիք, օրինակ, որ ասում եք երրորդին թույլ չեն տալիս, ինչ որ ձև արգելել են ձեր մասնակցությունը։ Շնորհակալություն, որ դուք երրորդ ուժը միջապես կապեցիք իմ Չէ, դեպքում ես ձեր հետ եմ խոսում, դրա համար ձեզ եմ տալիս։ Չէ, ես չեմ հեգնում։ Ես կարող եմ բացատրել ինչու Հայաստանի եվրոպական կուսակցությունը, ես ասել եմ, ինչու մենք չմասնակցեցինք, որովհետեւ այնտեղ մասնակցում էր նախկինում Եվրադաշինք կոչվող կուսակցություններից մեկը, Հանրապետականը, եւ այն ուներ իր տեխնացում։ Եվ այս պայմաններում մենք որոշեցինք ոչ միայն չմասնակցել, որպեսզի, ինչպես ասում են, չխանգարել մեր գործընկերներին, բացի դա մենք համաձայն չէինք այն դիրքորոշման հետ, որ իրենք որդեգրեցին, եւ դեռ ես շնորհավորում եմ իրենց բարձր արդյունքի հետ, իրենց կարծեմ ընդամենը 15 ձայն չհերիքեց, որ անցնեն շեմը, ոչինչ, մյուս անգամ վստահ եմ այդ 15 ձայնը կգտնվեն եւ կանցնեն այդ շեմը, բայց մեզ համար սկզբունքորեն կարեւոր էր, որ մեր նախկինում համախոհները համաձայնվեցին լինել իշխող կուսակցության կցորդներ